Բարև մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցները։ Մենք անցյալ անգամ սկսեցինք խոսել Արցախյան շարժումից 1988 թվականի եւ այսօր կփորձենք ավարտել այդ թեմայով մեր խոսակցությունը։ Ցավոք սրտի թե Փառք Աստծո նայածում համար ամենից ասել ենք, որ չնայած պարզ այդ թեման արժանի է շատ մանրամասն վերլուծության, բայց ասել եմ, զգուշացնել եմ, որ նախ ես ինձ պատրաստ եւ այսպես ասած կարող չեմ համարում նման մանրամասն վերլուծության, երկրորդը մենք արդեն գնում ենք դեպի մեր այս շարքի ավարտ եւ շատ այսպես ժամանակ չունենք, բայց թեմաներ դեռևս ունենք խոսելու։ Անցած անգամ էլ ասացի, այս անգամ էլ ամեն դեպքում ուզում եմ ասեմ, մենք չնայած այն ամեն ինչ որ տեղի ունեցավ հետագայում եւ չնայած որ հետադարձ հայացքով շատ բաների այլ կերպ ենք նայում եւ պետք է անպայման այլ կերպ նայենք, այլ կերպ վերլուծենք, մի գայթակղություն կա, որին մենք չպետք է տրվենք, մենք չպետք է տրվենք այն գայթակղությանը, որին հիմա հեշտ է տրվել եւ փորձենք այսպես միայն բացասական երանգներով կամ թերագնահատենք կամ չափից ավելի թերարժևորենք այդ 88 թվականի շարժումը, հասկանալով հանդերձ, որ հիմա այսօրվա տեսանկյունից դիտված է թվում իմ մոտ շատ ավելի այսպես հարցեր են կուտակվում նաեւ այդ շարժման նկատմամբ, քան մինչեւ 2020 թվականը, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց միևնույն է, ես ինչքան էլ մտածում եմ, նաև տենց ներքին, այսպես ասած, երկխոսություններ եմ, այսպես ասած ունենում, ես կարծում եմ եւ գալիս եմ ավելի ու ավելի համոզման, որ մենք իրավունք չունենք այդ իմ ասած գայթակղությանը տրվել, այդ ճանապարհով մենք կարող ենք մի ծուղակում հայտնվել, որը մեր թշնամիներին է ձեռնտու, եւ մենք պետք է փորձենք զգուշորեն վերլուծել, տարանջատելով այն ինչ որ այդտեղից ուսանելի է, դրական է, ինչ որ հաջողության պատմություն է, տարանջատելով նրանից ինչը որ սաղմեր կարող ենք համարել, որտեղ սաղմերը հենց սկզբից հավանաբար պետք է ընդունենք որ կան, որոնք բերեցին այսօրվա վիճակի սաղմերը ամեն դեպքում նույնպես այնտեղ պետք է փնտրենք սաղմերը, պարտադիր չի հենց բանդրսևորումները հենց բացահայտ։ Եվ նաև պարզ է իհարկե, որ հատկապես այսօր պաշտոնական քարոզչությունը ամեն ինչ պետք է անի եւ դեռ անելու է, որպեսզի այդ շարժումը եւ սեվացվի, եւ արժեզրկվի, եւ ընդհանրապես մեր հիշողությունից ջնջվի, չնայած պարադոքսը նա է, որ իրականում հարցը միայն նա չի, որ այսօրվա պաշտոնական տեսակետ ընդհանրապես շատ տարօրինակ է, կամ գուցե եւ տարօրինակ չի, որ չնայած նրան, որ այսպես կոչված երրորդ հանրապետությունը ինքը ըստեյության այդ Արցախյան շարժումը ոչ թե ուղղակի ծնունդ էր, ինքը Արցախյան շարժումն էր դարձած Հայաստանի Հանրապետություն, այդ շարժումն է դարձել ըստեյության Հայաստանի Հանրապետություն եւ ամբողջ իր պատմությունը նույնիսկ մինչեւ հիմա դա է, չնայած դրան ինքը այդ շարժումը նույնիսկ այդ տարիներին մինչեւ 2020 թվականը եւ մինչեւ այսօրվա կառավարության ձևավորումը ինքը ըստեյության անտեսված էր կամ իր մասին շատ այսպես, այսինքն իրականում ինչպես պետք է լիներ, քանի որ դա հիմնադիր շարժում էր, պետք է բոլորը դրա մասին մանրամասն իմանային, անընդհատ դրա մասին պետք է խոսվեր, դա պետք է լիներ այնպիսի թեմա, որ դե բոլորը գիտեն, էլի, բայց այդպես չէր։ Այդպես չէր եւ ասենք սերունդները, որոնք մեծացել են, ասենք այդ շարժումից հետո, սկսած 90-ականների ծնվածներից, իրենք շատ աղոտ պատկերացում ունեն, իրենց չեն սովորացրել, նույնիսկ ժամանակագրության մակարդակում կամ կարևոր դեպքերի մակարդակում, մի երկու-երեք հատ sense մշուշոտ անորոշ բան եւ հիմնականում այնպես որ այդ շարժման այն մասը, որը վերաբերում էր անկախության պայքարին, այսպես դուրս մղվի, մնա միայն այդ որ այդպես Ղարաբաղ էին պահանջում, ջարդեր էին լինում, տենց մի քանի բան ու անհասկանալի մնա, ընդհանրապես տրամաբանությունը, ծավալումը, այդ ամբողջ շարժմանը անհասկանալի մնա եւ դա էլ եմ կրկնում, դա նոր բան չի։ Նույնիսկ կարելի ասել 90-ականներից որքան էլ զարմանալ եւ հետո իհարկե միայն աճել է այդ միտումը, այդպես է եղել, այնպես որ իսկ հիմա առավել եւս։ Մի խոսքով, բայց անցնենք արդեն բուն խոսակցությանը մեր կոնկրետ, անցյալ անգամ մենք հիշատակեցինք Սումգայիթի ջարդերը, իհարկե այդ բուն դեպքերը չենք նկարագրելու, չենք վերաշարադրելու, դրա հետ կապված մի քանի կարևոր ուղղակի ընդհանրացում կամ արձանագրում պետք է անենք, մեկը արեցինք անցյալ անգամ, դա այն է, որ այդ հայերի դեմ կիրառվող այդ մոդելը, այսինքն ջարդեր թուրքերի ձեռքով, դա շատ հին, այսպես ասած, ավանդական կայսերական մոդել է, հենց ռուսական կայսրությունում կիրառված, ոչ առաջին անգամ, պատմության մեջ մենք տեսել ենք ռուս-թուրքական վանդակում որոշ չափով գոնե որ դա կիրառվել է եւ 1905-1907 թվականներին եւ հետագայում եւ նույնը կրկնվեց ըստեյության 1988-ին, երբ որ ակամայից նույնիսկ ամենալոյալ լոզունգներով դեպի Ռուսաստանը եւ կայսրությունը, բայց երբ որ հայ ժողովուրդը
ոտքի կանգնեց, համախմբվեց ինչ որ պահանջի շուրջ, դա որպես վտանգ անմիջապես ընկալվեց եւ ի պատասխան կազմակերպվեցին այդ ջարդերը որպես ավանդական մեթոդ, ավանդական մոդել, բայց այստեղ մի ուրիշ կարևոր բան էլ տեղի ունեցավ սրանց հետ կապված։ Ես ասել եմ, շատ եմ ասել եւ պայմանական 1987 կամ 88-ի, չգիտեմ, հունվար, փետրվար դրությամբ Հայաստանում այդ ժամանակվա չնչին տոկոս կար ուղղակի մարդկանց, որոնք ընդհանրապես ոչ թե անկախությունը Հայաստանի մտածում էին, որ պետք է լինի կամ ճիշտ բան, ընդհանրապես դրա մասին չէին մտածում, դա տաբու թեմա էր, շատ քիչ տարածում ուներ, կային նվիրալներ, բայց դրանք չնչին փոքրամասնություն էին Հայաստանում։ Եվ այդտեղ ենթագիտակցական, ասեմ, կամ խորքային մի պատճառ կար, որտեղ սովետական Հայաստանը եւ նկատի ունեմ ոչ թե պաշտոնական միայն պետությունը, այլ ընդհանրապես ժողովուրդը ինքը լռելային, գուցե մինչև վերջ չգիտակցված, բայց կառուցված էր մի այսպիսի բանաձևի շուրջ։ Մենք զիջում ենք մեր անկախությունը անվտանգության երաշխիքների դիմաց։ Համարվում էր, որ անկախ Հայաստանը չի կարող ինքն իրեն պաշտպանել, կամ միշտ այդ թուրքական վտանգը, անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար անկախության մասին խոսելը անիմաստ է եւ դրա փոխարեն մենք ստանում ենք, զիջելով այդ անկախությունը, ստանում ենք անվտանգության երաշխիք։ Այս էր մոդելը։ Եվ երբ որ եղան այդ ջարդերը 88 թվականի փետրվարի վերջին եւ հետագայում էլ արդեն Ադրբեջանի տարբեր քաղաքներում եւ 88-ի ուրեմն նոյեմբերին, հետո 89-ին, հետո 90-ի հունվարին եւ այլն տեղի ունեցան հայերի ջարդերը տարբեր արդեն քաղաքներում, Գանձակում, չգիտեմ, Բաքվում եւ այլն, գիտեք, այս մոդելը ինքը փլուզվեց։ Սա շատ կարեւոր անցում էր, էլի որքանով դա գիտակցվեց, երբ գիտակցվեց եւ այլն, դա չի այստեղ հարցը, բայց ինքը փլուզվեց, որտեղ պարզվեց, հերթական անգամ իհարկե մեր պատմության մեջ, ուղղակի այս սերնդի համար պարզվեց, որտեղ այդ սերունդը դրա մասին չգիտեր, իրենց դա թաքցնում էին հիմնականում, որ չի աշխատում դա։ Այսինքն անվտանգության երաշխիքը, որը տրվել է հայ ժողովրդին կայսրության կողմից, եւ դրա դիմաց հայ ժողովուրդը համարել է կամ հրաժարվել է իր անկախությունից, ինքը չի աշխատում, ընդհանրապես չի աշխատում։ Եվ չի աշխատում ոչ թե որովհետև հայերը ինչ որ բան են անում կայսրության դեմ, հակառակը հայերը դուրս են գալիս ամենալոյալիստական լոզունգներով, ամենահնարավոր լոյալ կարգախոսներով եւ տեսնում են, որ դրանից հետո տեղն հայերի ջարդեր, մի բան, որը մեր ժողովրդի գիտակցության մեջ այսպես մեղված է այդ հայերի ջարդերի այդպես պատկերը եւ պաշտպանություն չեն ստանում հայերը ակնհայտորեն, այսինքն ոչ մեն չի կարողանում ապահովել այդ պահին անվտանգությունը եւ ըստ էության 3 օր թույլ է տալիս որ դա տեղի ունենա, այլև հետագայում տեղի չունեն արդար դատ, արդար պատիժ եւ այլն եւ մի բան էլ նորից մեղադրվում են հայերը եւ սա քանդվում է եւ այստեղից բացվում է արդեն այն ուղղությունը դեռ սկզբում ոչ այդքան արտահայտված, ոչ 2 տարվա մեջ ինքը արդեն լիովին արտահայտում է, որ հայ ժողովրդի անվտանգությունը ինքը պետք է ապահովի եւ տարերային այդպես արդեն ինքը բացվում են այդ դռները եւ ժողովրդի ներուժը ազատություն է ստանում եւ այստեղից է իրականում, այստեղից է հենց սկսվում անցումը, այն փուլը, որը այս շարժումը, որը սկզբնապես Ղարաբաղյան շարժում էր, վերածում է անկախության շարժում եւ նաեւ շատ կարեւոր բան է, այստեղից է ստեղծվում հետագայում հայկական բանակը, հայկական զինված ուժը, որը հաղթանակ է տանում առաջին Արցախյան պատերազմում։ Այս պահից է ծնվում, որ մենք ինքներս պետք է կարողանանք ապահովել մեր պաշտպանությունը եւ պարզվում է անվտանգություն եւ պարզվում է որ հայ ժողովուրդը իզորու է դա անել, դա ապացուցվում է պատմության փաստերով։ Միանգամից ասեմ, որ հետագայում հենց նույն էլի այսպես կոչված կամ այսպես կոչված անկախ Հայաստանի կամ հետսովետական Հայաստանի պատմության մեջ ամենակարևոր խնդիրներից մեկը նա էր, երևի ֆունդամենտալ, գուցե ամենակարևոր, ոչ թե ամենակարևորներից մեկը, որ այդ բանաձևը, որը թվում էր, որ փլուզվել է եւ ապացուցվել է դրա սնանկությունը եւ դրա շնորհիվ այ ժողովուրդը վերագտել է իր ուժերը, ինքը նորից, այսպես ասած, ընդհատակյա սկսեց վերադառնալ եւ էլի շատ վաղ շրջանից սկսած 90-ականների երկրորդ կեսից եւ հետո 2000-ականներին, 2010-ականներին ավելի նորից սկսեց աշխատել ըստ էության անկախության մաս առ մաս զիջումը անվտանգության դիմաց, որտեղ նորից եկավ ինչ որ մի բան 90-ականների երկրորդ կեսին, երբ որ
ըստ էության անվտանգության երաշխիք Հայաստանի համարվեց Ռուսաստանը։ Հայաստանը իհարկե ֆորմալ անկախությունը պահեց, բայց մենք հիշում ենք, որ իրական անկախությունը մենք սկսեցինք մաս առ մաս զիջել, ընդհանուր մինչև տնտեսական, էներգետիկ եւ այլն, այս process-ը գնաց։ Եվ մենք ըստ էության մենք թվում էր թե հրաժարվել ենք այդ բանաձևից, թվում էր թե հասկացել ենք դա, բայց իրականում մենք սկսեցինք կառուցել պետություն նույն այդ փիլիսոփայության հիմքով մի փոքր ձևափոխված, մի փոքր ավելի այսպես ոչ բացահայտ կերպով, եւ սա էլ արդեն իր հերթին բերեց 2020 թվականին կարևոր պատճառներից մեկն էր, կարևոր ուղղություններից մեկն է, որը բերեց 2020 թվականի ռազմական պարտության, այսինքն մենք այստեղ տեսնում ենք այդ երկու փիլիսոփայությունների հակադրությունը, երբ որ հայ ժողովուրդը տեսնում է եւ հասկանում է իր անվտանգությունը չի երաշխավորվում եւ ինքը պետք է դա երաշխավորի, դա բերում է եւ անկախության եւ հաղթանակի եւ հակառակ միտումը, երբ որ նորից գալիս է այս նույն մտածողությունը, ինքը բերում է ի վերջո պարտության եւ ի վերջո անկախության աստիճանի անկման։ Եվ մի բան էլ ասեմ ու անցնենք առաջ, իրականում թվում է շատերին, որ այսօր մենք դուրս են գալիս այդ փիլիսոփայությունից, մենք դուրս չեն գալիս այդ փիլիսոփայությունից։ Նախ այդ նույն փիլիսոփայությունը կիրառվեց 20 թվականի նոյեմբերի 9-ին, արդեն բաց է այդ կերպով, բայց դրանից հետո էլ այսօր էլ մեծ հաշվով ճիշտ է, այսօր Ռուսաստանի մասին չի խոսքը, այսօր չեն ասում Ռուսաստանն է երաշխավորում մեր անվտանգությունը, բայց նույն փիլիսոփայությունն է, որտեղ այսօր էլի համարվում է, որ մենք կստանանք անվտանգության երաշխիք, եթե մենք փաստացի մեր անկախությունը, էլի անվանականը չէ, բայց փաստացի մեր անկախությունը, մեր անկախության չափը զիջենք մեր հարևաններին, որտեղ այն ինչ որ ասում է հարևանների հետ կարգավորում եղել, այս փաստացի process-ը հարևաններին զիջելն է հենց անկախության բաները, տարերը, դրա մասին ես հիմա չեմ ուզում այստեղ մանրամասն խոսել, բայց այլ ֆորմատներով շատ եմ խոսել եւ փաստերով եմ ցույց տալիս, եւ նաեւ թեկուս մի մասն համարում է, որ արևմուտքին զիջելով կամ ինչ որ մի process-ների մեջ մտնելով արևմուտքի հովանավորության տակ կստանանք մեր անվտանգությունը, փիլիսոփայությունը նույնն է, կարևոր չի թե անվտանգության երաշխավորը փոխվում է։ Բացի այս փլուզումից, որը տեղի ունեցավ այս անվտանգության հետ կապված, մի ուրիշ բան էլ փլուզվեց, այդ որ ապրել է սովետական միության մեջ, հիշում է, որ սովետական ժողովուրդների ուրեմն բարեկամության, ինտերնացիոնալիզմի այդ միֆը, դու գիտեք, հիշում եք ով եղել է, ով չի եղել, պատկերացրեք, որ իսկականից են, որ ասում են ամեն հարթուկը, որ միացնում ես դրա մասին է պատմում, իրոք այդպես էր, ամեն տեղ էր դա, հեռուստացույցով էր դա, գրքերում էր դա, դպրոցներում էր դա, փողոցը իր դուրս գալիս պաստառների վրա էր դա, այսինքն սովետական քարոզչությունը, որ պատկերացնում եք, շինքը ամենուրեք է, ամեն տեղ է եւ նույնիսկ եթե դու պուճուր երեխա ես, դա քո գլխի մեջ մտնում է եւ ամեն անկյունում խոսում էր նրա մասին, որ սովետական միության ժողովուրդները եւ հատկապես հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները բարեկամ են եւ սովետական իշխանությունը հաստատել է այդ խաղաղությունը երկու եղբայրական ժողովուրդների մեջ եւ վերջնականապես թշնամության էջը փակվել է։ Այսինքն մենք անցել ենք այդ ամեն ինչը, շատ ավելի հզոր համակարգ է եղել, որ այդ ամեն ինչը իբր ապահովել է, դա մեկ վայրկյանում փլուզվեց, պարզվեց դա փուչիկ է, հեքիաթ է, դա երևաց այն ինչը, որ մեր պատմության դառը ավանդույթներ, հայկական ջարդը, ինքը անմիջապես իր դեմքը, այսպես ասած, ցույց տվեց հենց որ մի փոքր առիթ եղավ։ Եվ մեր սերունդը, նաև իմ սերունդը, ես փոքր էի մի քիչ, բայց մենք էլ տեսանք դա, այն ինչը որ մենք լսել էինք, այն ինչ որ կարդացել էինք գրքերից, դա կար եւ այդ փուչիկը ժողովուրդների բարեկամության եւ չգիտեմ խաղաղության ինքը մի վայրկյանում տրակեց այնպես կարծես չի եղել։ Սա էլ կարծում եմ հասկանում եք, որ ինչքան ակտուալ է։ Այսօր առաջի դեպքը չի այդ նեոբոլշևիկյան այսօր էլ գաղափարախոսության փորձում են հաստատել այդ փուչիկը։ Այս ջարդերին զուգահեռ եւ հիշում եք նաեւ զուգահեռ նրան, որ ուրեմն մտավորականության ավակ սերնդի միջոցով խնդրեցին, որ ժողովուրդը ուրեմն դադարեցնի հանրահավաքներ, գործադուլներ եւ դասադուլներ եւ ժողովուրդը լսեց դա։ Երևան ռուսական զորք մտավ։ Երևանում հաստատվեց այդ բարետային ամեն չէ դրան ասում։ Զորք մցվեց ռուսական։ Մարտի 88 թվականի, կարծեմ 40 օր այդ բարեկային ժամի ընթացքում Երևան մցվեց ռուսական զորք։ Երևանում ոչ մի բան տեղի չունեցել։
տեղի չեր ունեցել, զորքի առիթ չկար, այստեղ ջարդեր տեղի չեն ունեցել, այստեղ ոչ մի անօրինական բան տեղի չեն ունեցել, խաղաղ հանրահավաքներն էին ամենալոյալ լոզունգները եւ մտնում է ռուսական զորքը, սա էլ է եւ ժողովուրդը չի հասկանում ինչի մենք ինչ ենք արել, բայց սա այդ նույն տրամաբանության շարունակությունն է, որի մասին խոսել ենք, արել եք, դուք չեք հասկացել, որ դուք կայսրության դեմ ինչ վտանգավոր քայլ եք արել, A դրել եք ազգային պահանջ, B ժողովրդական հրապարակային համախմբում եք ապավել, սա կայսրության համար երկու, ասենք, ամենավտանգավոր բաներն են եւ ինքը պատասխանում է ջարդերով եւ զորք մտցնել։ Այս ֆոնին մտավորականության են հին սերնդի մեծ մասը, որը սկզբնապես այդ Ղարաբաղյան շարժման կողմնակից էր, նրանք հետ կանգնեցին այս ամեն ինչին եւ ասացին, որ փաստորեն մենք Մոսկվան մեր հետ չի, ակնհայտ է դա, եւ մենք չենք կարող այս պայքարը շարունակել, ժողովուրդ ջան, որտեղ այս պայքարը միայն Բաքվի դեմ չի, այս պայքարը փաստորեն նաեւ Մոսկվայի դեմ է, այսինքն մենք պետք է պայքարենք եւ Բաքվի եւ Մոսկվայի դեմ, բնականաբար մենք դա չենք կարող, դա ըստ էության նաեւ ասում էր կամ ակնարկում էր Հայաստանի պաշտոնական ղեկավարությունը եւ մտավորականությունը, այդ թվում նրանք ովքեր ի սկզբանե այդ հարցը բարձրացրել էին մեծ մասը, սրա մեջ որոշակի տրամաբանություն կար, իհարկե, եթե այսօրվա հայ իմաստուններին տեղափոխենք այդ շրջան, իրենք բնականաբար նույնն էին ասելու, իսկ ինչ ռեսուրսով դուք պետք է պայքարեք միաժամանակ Բաքվի եւ Մոսկվայի դեմ, դա աբսուրդ է, ասեին իրենք, եւ թվաբանորեն իրենք ճիշտ դուրս կգային, բայց այդպես չզարգացան դեպքերը, որովհետեւ կային այլ մարդիկ, հիմնականում ավելի երիտասարդ սերնդից, որոնք հետագայում արդեն վերջնականապես, երբ որ Ղարաբաղ կոմիտեն դրան, կար Ղարաբաղ կոմիտե ամենասկզբից, հետագայում որոշակի տես տրանսֆորմացիաներ ապրելով, հիմա դրան չեն անդրադառնալ, տվել տարօրինակ հարցեր կան, ամեն դեպքում վերջնականապես ձևավորվեց համեմատաբար ավելի երիտասարդ գործիչներից, ոչ բոլորը, բայց այնտեղ Ռաֆայել Ղազարյանն էր բացառություն տարիքով էր, բայց հիմնականում այդ ժամանակվա համար ավելի երիտասարդ գործիչներից եւ այս նորացված Ղարաբաղ կոմիտեն եւ ժողովուրդն էլ հետները, իրենք ասացին, որ չէ, մենք կարող ենք պայքարել եւ Բաքվի եւ Մոսկվայի դեմ։ Իրենք այդ էին ասում։ Սա շատ տարօրինակ է նաեւ այսօրվա տեսակետից կամ այս նոր սերունդների տեսակետից, որոնցով դրանց թվում էր գոնե արտաքուստ։ Ես չգիտեմ ոգու խորքում ինչ էր մտածում, հիմա արդեն չգիտեմ։ Նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը մտավ Ղարաբաղ կոմիտե 88-ի մայիսին, եթե չեմ սխալվում, Վազգեն Մանուկյանի դեպ բանով ներկայացմամբ, մինչև այդ էլի կար շարժման մեջ ակտիվ էր Մատենադարանի Ղարաբաղ կոմիտեից էր, եւ այդ թվում ինքը, բայց իհարկե ոչ միայն ինքը, եւ համենայն դեպս ես չգիտեմ հիմա արդեն այդ մարդկանցից քանիսն էին անկեղծ հավատում է դրան, քանիսն էին ինչ որ այլ խաղաղում, ես հիմա չեմ կարող ասել, չեմ կարող ստուգել։ Վստահաբար բոլորս կասկածներ ունենք, որ ոչ բոլորն էին այդտեղ իրոք անկեղծ խաղաղում, բայց իրենք դա էին ասում, հիմա մենք չենք խորանում, մենք չենք կարող հիմա պարզել այդ անկեղծության աստիճանը այս պահին։ Մի օր գուցե դա ավելի պարզ կդառնա։ Իրենց ասածը դա էր։ Եվ ելույթ ասում պարադոքսը նաեւ որ եթե այսօրվա այն ինչը որ այսօր կոչվում է օրինակ լևոնականություն, ինքը ճիշտ հակառակ տրամաբանության մեջ է եւ այսինքն դուք հասկանում եք օրինակ այսօրվա այս լևոնականության կոնտեքստի մեջ մեկը դուրս գա ասի մենք կարող ենք պայքարել Հայաստանը միաժամանակ եւ Բաքվի եւ Մոսկվայի դեմ։ Հասկանում եք ինչա դա Ռուսինգն Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ։ Իրանք քեզ հումում կուտեն, կգնդակարեն, կսպանեն, բայց այդպես էին իրենք ասում եւ դրա շնորհիվ ժողովուրդը իրենց հավատաց, դրա շնորհիվ ժողովուրդը իրենց հետևից գնաց, որտեղ ժողովուրդը հայ, այսինքն այն ակտիվ մասը, բայց շատ զգալի զանգված, գնաց այդ մարդկանց հետևից, հենց նրա պատճառով, որտեղ իրենք ասացին պայքարը հնարավոր է շարունակել, ավակսեն ասում էր անհնար է, ինչ եք խոսում։ Իրենք ասին չէ, հնարավոր է, կան ձևեր այդ պայքարը շարունակել եւ ժողովուրդը միայն դրա պատճառով գնաց իրանց հետևից եւ միայն դրա պատճառով իրենք հետագայում իրենցից շատերը դարձան Հայաստանում ղեկավար պաշտոններ ստանձնեցին էլի ոչ բոլորը, բայց մեծ մասը եւ դարձան հայտնի միայն դրա շնորհիվ։ Միայն դրա շնորհիվ, որ իրենք ասացին այո, այդ անհնարին թվացողը հնարավոր է անել, դարձան ժողովրդի առաջնորդներ։ Դեռ այդպես են դառնում ժողովրդի առաջնորդներ։ Ոչ ոք չի դառնում ժողովրդի առաջնորդ, ասելով ժողովուրդ դու ոչինչ չես կարող, մենք ռեսուրսներ չունենք, մենք թույլ ենք, այդպես որևէ մեկը այս աշխարհում ժողովրդի առաջնորդ չի դառնում։ Եվ այդպես որևէ մեկը այս աշխարհում չի դառնում առաջին դեմք, մանավանդ եթե ինքը
հեղափոխությամբ է գալիս, այլ ոչ թե նշանակովի է։ Նաև այս դրա պատճառով այսօր իրենք չեն կարողանում այսօր նույն այդ այսօրվա իշխանության կողմնակիցները, երբ որ գրոհում են նաև Արցախյան շարժման վրա, այս կողմը չի կարողանում պաշտպանվի նորմալ, որովհետև իրանց ասացի մեջ ակնհայտ հակասություն կա, իրենք պետք է կողմնորոշեն կամ իրենք պետք է ասել ճիշտ էր այդ դրամաբանությունը Արցախյան շարժման, երբ որ մենք դա առաջնորդեցինք, որ այո հնարավոր է պայքարել, կան դրա համար տարբերակներ, իհարկե ուղղակի չասեցին օդի մեջ հնարավոր է պայքարել, ծրագիր ներկայացրեցին, իրենք ասեցին, գիտեք ինչ, սովետական միության մեջ այժմ կան դեմոկրատական շարժումներ, ազգային շարժումներ, որոնք նույնպես պայքարում են հանուն իրենց անկախության, ազատության կամ այլև ազգային հարցերի, մենք դրանց հետ դաշնակցելով, դրանց մասը դառնալով կարող ենք մեր պայքարը շարունակել, այսինքն դա ուղղակի տենց օդի մեջ քալագերզություն չեն գնանք կռվենք։ Դա բան ուներ, հիմք ուներ։ Բայց իրենք չեն կարողանում հիմա դա պաշտպանել, որովհետև նույն իրենք հետագայում լրիվ այլ փիլիսոփայություն են քարոզել, սովորացել, ներշնչել եւ մինչեւ հիմա էլ մեծ հաշվով դրա կատարելագործված տեսակը մեր գլուխներին անընդհատ բանից պաշտոնական քարոզությունից թափվում է մեր գլխի վրա, հենց այդ հակառակ փիլիսոփայությունը։ Իրական ստեղ կարևոր է նաև էլի շեշտել, որ ժողովուրդը գնաց այս փիլիսոփայության հետ, որտեղ ի վերջո պատմության սուբյեկտը ժողովուրդներն են, ոչ թե անհատները, եւ անհատները կարող են հետո, չգիտեմ, հարություն աստիճան շրջել իրենց տեսակետները կամ բարձվել, չգիտեմ, դավաճան են կամ գործակալ են կամ չգիտեմ, ուղղակի թույլ մարդ են, բայց վճռոշ գործոնը պատմության մեջ։ Իհարկե անհատը շատ կարևոր է, առաջնորդումը շատ կարևոր, բայց վճռոշ գործոնը ոչ թե ժողովուրդն է նման գոնե process-ներում, երբ որ ազգային պայքար է գնում, երբ որ հանուն ազատության պայքար է գնում, վճռորոշը ժողովրդական զանգվածներն են։ Եվ կարևորը որ հայ ժողովուրդը, որը հավանային դեպս հաստատ ոչ գործակալ էր, ոչ դավաճան էր, ինքը գնաց, ընդունեց այս կարգախոսը եւ շարունակեց իր պայքարը։ Սա ավանտյուրա էր թե ոչ, արկածախնդրություն էր թե ոչ։ Թե մի կողմից իհարկե էր որոշակի արկածախնդրության տարբերակում էր, մյուս կողմից չէր, որտեղ ի վերջո պատմությունը ցույց տվեց, դա հաջողության բերեց, այսինքն հնարավոր է յոք այդպես, բայց մի հատ շատ կարևոր բան մենք պետք է միշտ հիշենք, ինչպես որ մենք ասում ենք, երբևէ որևէ պարտություն կանխորոշված չի կարող լինել եւ ոչ ոք նույնիսկ ամենահզոր ուժը չի կարող նստի գծի, ասենց մի հատ պլան կազմի A-ից մինչեւ վերջի տառ, մինչեւ F, այսպես կգնանք ու կպարտվենք, կպարտեցնենք, չի կարող այդպես լինել, որտեղ միշտ հազար ու մի հանգամանք, հազար ու մի գործոն, այդ ամենահանջարեղ պլանը, ինչ որ մի կետում, այդ A-ից F ընկած ինչ որ մի կետում, ենթադրենք X-ի վրա քանդի կամ կշեղի կամ ուրիշ տեղ կտանի։ Նույնպես եւ չկա եւ չի կարող լինել, այսպես ասած պատմության մեջ, բնության մեջ, տիեզերքի մեջ, չգիտեմ, համատիեզերքի մեջ երաշխավորված հաջողություն, երաշխավորված հաղթանակ։ Իհարկե եւ պատմաբանները եւ քաղաքական գործիչները միշտ post factum դենայում են մի բան հաջողվել, ասում են այ դա հաջողվեց, որտեղ այ այսքան օրինաչափ էր, ես դրա մասին խոսել եմ բավականին շատ։ Եվ դա պարտության դեպքում, դա որտեղ միշտ է կարած գտնես փաստարկներ։ Ես ինքս պատմաբան եմ, կարամ ձեզ ասեմ, որ դա բարդ չի, ցանկացած հաղթանակ եւ ցանկացած պարտություն post factum հիմնավոր էր, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ։ Որովհետև այնքան բազմաթիվ են գործոնները պատմական, մանավանդ պայքարների դեպքում, քաղաքական մեծ շարժումների դեպքում, պատերազմների դեպքում, որ միշտ կգտնես, բայց հարցը նա է, որ ոչ մի բան երբեք երաշխավորված չի եւ ոչ մի օրինաչափություն 100% երբեք չի գործում պատմության մեջ։ Եվ իհարկե, երբ որ դու պայքար ես սկսում, պայքարը միշտ ենթադրում է, որ դու կարող ես եւ պարտվել եւ հաղթել։ Երբեք չկա այդպես 100% երաշխիք, եթե կա, դա շատ թույլ պայքար է, որտեղ դա ի վերջո բարձր խաղադրույք է միշտ։ Լուրջ քաղաքական պայքարը միշտ էլ որոշակի խաղադրույքի դրամաբանությամբ է գործում, որքան էլ դա ոչ պեդագոգիկ ռուսեն տենց արտահայտություն կա, նի պեդագոգիչն է, այսինքն լավ չի, որտեղ խաղադրույքների հետ համեմատություն է մնում, բայց այդպես է։ Այս նույն շարժումը Արցախյան, որը հաջողության հասավ, հիմա ասենք չենք վերցնում, թե ինչ եղավ 2020-ին, այդ փուլում հաջողության հասավ, մի քանի առնվազն մի քանի կետում պատմական ավելին քան մոտ էր կատարյալ ձախողման եւ փլուզման, ավելին քան մոտ էր փլուզման, ձախողման, պարտության եզրով մենք այսպես անցել ենք։
Դա եղել է եւ 88 թվականի վերջին, երբ որ ձերբակալվեց Ղարաբաղ կոմիտեն, մինչեւ 89 թվականին մայիս, թե հունիս նույնիսկ հիմա չեմ հիշում։ Դա եղել է եւ 91 թվականի ամռանը, երբ որ սովետական միության մեջ այդ հեղաշրջումը եղավ, այդ GKЧP կոչվածը եւ սկզբի պահին մարդիկ շատ ծանր եւ լուրջ էին դրան վերաբերում։ Հետո դա այդպես պարզվեց, որ ոնց որ անլուրջ բան էր, բայց սկզբում շատ բան էր։ Եվ մինչև այդ կոլցո օպերացիաները Ղարաբաղը հայաթափվում էր աստիճանաբար, դա 91 թվականի գարնանն էր, երբ որ պատժում էին էլի Հայաստանին այդ անկախության ճանապարհը ընտրելու համար եւ պատժում էին հայաթափմամբ հյուսիսային Արցախի, բայց նաեւ Լեռնային Ղարաբաղի այդ այն ժամանակվա այդ հանրապետություն դեռ չէր ֆորմալ իմաստով այդ ինքնավար մարզյան եւ նույնիսկ Հայաստան նույն ոսկեպարի դեպքերը եւ այլն դրանք 91-ին էլ եղան։ Եվ հետո 92-ի ամռանը, երբ որ թուրքերը հասնում էին համարյա արդեն Ստեփանագերտը, Գանձասար հասել էին, գրեթե Գանձասար չեն մտել, բայց այդտեղ էին հասել եւ Արցախից շատ փոքրիկ հատված էր մնացել։ Երեքը ես եմ հիշում, ինձնից լավ հիշողները գուցե ավելի շատ բան հիշեն։ Այսինքն անընդհատ եւ կարող էր այդ պատմության եզրով անցել, դա չի նշանակում որ դա այնպես որ հաստատ պետք է անցնեն, կարող է եւ չանցնեին այս երեքից մեկը եւ այդ դեպքում իհարկե պատմաբանները ասել են, դե այս ամեն ինչ ավանտյուրա էր, այս ամեն ինչ աբսուրդ էր, դուք էլ եք հասկանում թե ինչպես կարող էր մի փոքր հայ ժողովուրդ պայքարել, այդ պայքարը ռեսուրսները անհավասար էին, քաղաքական գործիչները նույնն էին տալու, այդ մարդիկ, որոնք հետագայում դառան Հայաստանի ղեկավարներ, առաջնորդներ, մնալու են պատմության մեջ որպես տենց անհեթեթ ավանտյուրիստներ, որոնք էս ինչ էին անում, ինչ էին խոսում, եւ այսօր տենց իմաստուն խոսալու հնարավորություն չէին ունենալու նաեւ նրանցից որոշները, որովհետեւ հենց իրենք գնահատվելու են որպես վերջին ավանտյուրիստ, իրենց պես իմաստություն քարոզողների կողմից եւ ասում էին։ Այնպես չի, եթե դու կարդաք օրինակ 1988, 89, 90-ական թվականների մամուլը ինչ էին գրում այս շարժման մասին, դրա քննադատները եւ պաշտոնական մամուլը Հայաստանում եւ հերոստատեսությունը եւ ղեկավարությունը ասում են ավանտյուրիստ են։ Սրանք ավանտյուրիստ են, իրենք մեր ժողովրդին տանում են ավանտյուրայից, ինչ են անում։ Մենք չունենք այդ ռեսուրսները, այդ հնարավորությունը։ Այն ամինչը ինչ որ դուք գիտեք որպես օրինակ լևոնականություն կամ այսօր նաեւ չգիտեմ նիկոլականություն, այդ ամեն ինչը այդ ժամանակ քարոզվում էր այդ նրանց դեմ եւ քարոզվում էր պաշտոնական մտավորականության կողմից, պաշտոնական, չգիտեմ, մամուլի կողմից, պաշտոնական խոսքի կողմից, իրենք ռադիկալ էին, էքստրեմիստ էին եւ ուրեմն ավանտյուրիստ էին։ Այս ամեն եւ ելնեմ ասում, նու հիմք ես չեմ համարում որ հիմք կար, բայց այդ տեսակետից հիմքը նա էր, որ ասում են, բա մենք ռեսուրս չունենք, չէին ասում են, պետք չի մենք դեմ ենք, ասենք հաջորդի պայքարին, ռեսուրս չունենք Ադրբեջանի դեմ պայքարելու, Ռուսաստանի դեմ պայքարելու։ Հիմա այս հիմքով արդեն այս շարժումը, որը սկզբնապես Արցախյան շարժում էր կամ Ղարաբաղյան շարժում էին այն ժամանակ ավելի շատ ասում, ինքը սկսեց վերածվել անկախության շարժում։ Ես նրա համար ասացի անցյալ անգամ էլ, որ բուն իմաստով Արցախյան շարժումը 2 շաբաթ հետևել։ Մնացածը արդեն մինչև 90 թվականի օգոստոս շարունակվելով դա արդեն վերածվել է փաստացի անկախության շարժման եւ հեղափոխության։ Որտեղ դա արդեն հեղափոխական շարժում էր, զանգվածներն էին ընդգրկված եւ դրվում էին արմատական պահանջներ, երբ որ այս նոր փիլիսոփայությունը դրվեց հիմքում եւ պայքարի փիլիսոփայությունը միաժամանակ եւ փաստորեն առաջին հերթին Մոսկվային են, որտեղ բացահայտվեց, որ այստեղ Մոսկվայի հետ է խնդիրը, ոչ այդքան Բաքվի նույնիսկ է։ Այսինքն Բաքուն եւ Մոսկվան մի կապի մեջ են, բայց այդ ժամանակ նույնիսկ, ասեմ, ռազմական գործողությունները, երբ որ սկսվեցին առաջին նույն, ասենք 90-91 թվականին, դրանք շատ անգամ են սովետական բանակի դեմ էին եւ ադրբեջանական այդ ժամանակ իրենք բանակ չունեին, այդ հատուկ ուրեմն ուժերն էին այսպես կոչված, նրանք գալիս են սովետական բանակի հետևից։ Եվ որ դա արդեն ավելի ու ավելի պարզ սկսեց դառնալ, մարտավարությունը ընտրվեց, որ մենք պետք է դառնանք դաշնակից մյուս, ուրեմն շարժումներին սովետական միության ժողովուրդների հիմնական դրանք Մերձ Բալտիկայում էին, Վրաստանում էին, Ուկրաինայում էին, ուրիշ տենց տեղերում չկար, Միջին Ասիայում չկար, Ադրբեջանում այդ ձևով չէր համենայն դեպս եւ այստեղ արդեն բացի Արցախի հարցից սկսեցին բնականաբար արդեն այս նոր փիլիսոփայության մեջ դրվել այլ ֆունդամենտալ հարցեր, ազատության հարցը, խոսքի ազատության հարցը, հավաքների ազատության հարցը, ընտրությունների հարցը, որտեղ սովետական միությունում այդ ամեն ինչը չկար կամ կար միայն թղթի վրա եւ այլն, արդեն այլ հարցեր եւ ընդհանուր մինչեւ արդեն ձևակերպեց Հայաստանի անկախության հարցը։
Հիմա այսօր շատ դժվար է երևի այսօրվա սերնդին դա պատկերացնել, բայց օրինակ երբ որ 89 թվականի մայիսի 29-ին առաջին անգամ հրապարակում եռագույնը բարձրացվեց, շատերը այն ժամանակ ոք չգիտեին էլ ինչ է այդ եռագույնը, չէին իմանում մարդիկ։ Դա մեծ իրադարձություն էր, շատ դա իրոք հեղափոխություն էր, դա անպատկերացնելի բան էր, էլի շատ կարևոր բան է, սկսվեց այդ ինքնապաշտպանության կազմակերպումը եւ սկսվեց աստիճանաբար ջոկատներից եւ այնից ձևավորվել այդ հայկական նոր զինուժը, որը սկսեց հայ ժողովրդին պաշտպանել, սա էլ երկրորդ կարևորագույն տարը։ Բայց այս ամեն ինչ որ ասում եմ, զգուշացնեմ, սա հարցի մի կողմն է։ Մենք տեսնենք, որ հարցի մյուս կողմն էլ կա, այս անկախության հետ կապված, կամ անկախության շարժմանը վերածվելու հետ կապված ստվերային կողմն էլ կա։ Հիմա մենք խոսում ենք դրական կողմի մասին, որտեղ ելի եմ ասում, գայթակղությանը չպետք է տրվենք եւ լրիվ այսպես ստվերային ներկայացնենք։ Երբ որ այսօր էլի ասում են շատերը, անկախությունը մեր գլխին ընկավ, չէ, այդպես բան չկա։ Ժողովուրդները միշտ հասնում են անկախության, բարձր բարենպաստ արտաքին հանգամանքներ պետք է։ Չես կարող, եթե շատ էլ ուզենաս, օրինակ 1964 թվականի սովետական միությունից անկախանաս։ Ինչքան ուզում ես անկախանեկի, եղի կամ ժողովրդի կեսը պետք է կոտորվի, կամ մեծ մասը պետք է կոտորվի, որ գուցե հասնես, գուցե չէ։ Կան նպատակներ, որոնք իրոք անիրական են, բայց դա միշտ արտաքին հանգամանք կա, բայց մեր գլխին չընկավ։ Օրինակ Թուրքմենիայում կամ չգիտեմ Ղազախստանում, գուցե նույնիսկ ոչ միայն, գուցե նույնիսկ Ղազախստանն եմ սխալ ասում, ու ասենք չգիտեմ Ուզբեկստանում, որտեղ չկային այդպիսի շարժումներ, եւ իրոք անկախություն եկավ, ուղղակի որտեղ սովետական միությունը փլուզվեց, դա կարելի ասել գլխներին ընկավ երևի։ Էն էլ այդ ժողովուրդներին է պետք հարցնել։ Բայց այստեղ հաստատ այդպես չէր, Հայաստանում այդպես չէր, Վրաստանում այդպես չէր, Մերձ Բալտիկայում այդպես չէր, որտեղ շարժումներ ձևավորվեցին եւ Հայաստանի պետությունը ոչ թե ֆորմալ հռչակվեց, այլ ըստ այդ շարժումը դարձավ պետություն իր ամեն ինչով։ Այնպես որ այդ սխալ է ասել, որ մեր գլխին ընկավ։ Ընդհանրապես դա հետո մենք մի օր առիթ կունենանք պատմության ավելի լայն պատկերների մասին խոսել եւ հասկանանք այդ անկախությունը ժողովուրդների ինչպես է ձևավորվում այդ հայ ժողովրդի պատմության ընթացքում։ Եվ դա բավականին իդեպ հզոր շարժում էր այդ Հայաստանի շարժումը, անկախության շարժումը, որտեղ դա համբավ ուներ, հռչակ ուներ եւ սովետական միության այլ հանրապետություններում նախ առաջիններից մեկն էր զանգված այնությամբ եւ կար նույնիսկ տեսակետ ոչ միայն Հայաստանում, որ սովետական միության փլուզումը սկսվեց Արցախյան շարժումից, դա մենակ հայերը չէին ասում։ Եվ նաեւ Եվրոպայում արևմուտքում համբավ ուներ։ Հիմա այլ բան է, որ արդեն գալով ստվերային կողմին, մենք պետք է իհարկե արձանագրենք, որ այսքանով հանդերձ եւ այդ ներուժով հանդերձ, արդեն երբ որ ձևավորվեց անկախ Հայաստանը, այդ ներուժը չստացավ ճիշտ եւ բավարար զարգացում, այդ անկախանալու ներուժը չստացավ, նույնիսկ հակառակը գրեթե ամենասկզբից, չեմ կարող ասել առաջի օրվանից, բայց գրեթե ամենասկզբից եւ ամենայն դեպս 90-ականներից, գուցե 90-ականի երկրորդ կեսից ասեմ, սկսվեց նաեւ հետընթաց։ Նախ չծավալվեց, նախ սկսվեց այսպես արգելակվել այդ անկախության միտումը, որտեղ անկախությունը միայն հռչակումը չի անկախ պետության, դա process է, որտեղ դու պետք է ձևափոխես, վերափոխես նաեւ համակարգերը, որոնք դու ժառանգել ես պետությունից, որը չէր կառուցվել որպես անկախ Հայաստան։ Դա տեղի չունեցավ, արգելափակվեց, այսպես դանդաղորեն, ոչ սկզբում ամբողջապես, ոչ այսպես լրիվ արգելափակվեց, բայց դանդաղեցվեց սկզբում այդ process-ը։ Շատ բաներ, որոնք պետք է տեղի ունենային, վերաիմաստավորումներ, վերաձևավորումներ, վերափոխումներ տեղի չունեցան, հաճախ նաև արդարացնելով, որ պատերազմ է եւ այլն, մենք չենք կարող ժամանակ չունենք դրանով զբաղվելու, եւ հետո սկսվեց նույնիսկ հետընթաց։ Եվ այսինքն արգելափակումից բացի սկսվեց ըստ էության հետընթաց եւ արդյունքում մենք ստացանք այդ կիսանկախ հետսովետական Հայաստանը, որը անկախության ճանապարհով մինչև վերջ չգնաց, որը այդ շարժման ներուժը մինչև վերջ չբացահայտեց եւ մասամբ խոսացինք նաեւ վերադարձավ այդ հին բանաձևին անկախության մաս առ մաս զիջում, ուրեմն անվտանգության կարծեցյալ անվտանգության երաշխիքի դիմաց։ Եվ հիմա չխորանանք, գուցե նաև հետո մի պահ էլի անդրադառնանք մի ուրիշ էս մեր զրույցի հատվածներից մեկում, եթե հասցնենք։ Հիմա զուտ արձանագրենք, որ այդ ընթացքը, այդ ներուժը, որը կարճ օգտագործվեց, եւ իհարկե այստեղ արդեն հետադարձ նայելով եւ այս գնահատականներ տալով մենք չենք կարող նաեւ խնդիր չդնել, որ եթե դա այդպես տեղի չունեցավ, միգուցե հենց բուն
շարժման մեջ ամեն դեպքում կար ինչ որ մի խնդիր ի սկզբանե կամ գոնե շարժման առաջնորդության մեջ, որ դա տեղի չունեցավ։ Ես կարծում եմ, այդ հարցը մենք իրավունք ունենք դնելու եւ նույնիսկ ինտուիտիվ պատասխանելու, որ այո, այդպիսի մի խնդիր ի սկզբանե կար, ասենք բնածին կար, այդ բոլոր դրական կողմերով հանդերձ, բայց բնածին խնդիր կար եւ անկախության շարժման վերածվելը մնաց ամեն դեպքում կամ մակերեսում կամ ամենայն դեպս մինչև խորքեր չհասավ, որտեղ մենք տեսնում ենք, որ ի սկզբանե սա անկախության շարժում չէր, վերածվեց դրան, բայց պետք է ուրեմն նայենք, տեսնենք, թե արդյոք իրոք մինչև վերջ վերածվեց, թե իրականում դա ավելի sense արտաքին շերտ մնաց, մակերեսի վրա մնաց կամ մինչև վերջ չյուրացվեց իրականում եւ մարդիկ գոնե առաջնորդները այդ շարժման իրենք մնացին իրականում այդ նույն սովետական միությանը լոյալ մարդիկ, ոչ բոլոր առաջնորդները, բայց գոնե մի մասը կամ գոնե նրանք, ովքեր հենց ղեկավար պաշտոններ ստանձնեցին Հայաստանում ամենաղեկավար պաշտոնները, ըստ էության նրանք մնացին խորքում նույնը, ինչ որ կային, որտեղ ի սկզբանե իրանք անկախականներ չէին, իրենք անկախության հարց չէին բարձրացնում, իրենց ոնց որ ընթացքը ստիպեց այդպեսին դառնալ, բայց մինչև վերջ իրենք իրականում դա չյուրացրեցին եւ ժողովրդին այստեղ չեն կարող մեղադրել, որ ժողովուրդը այդ ընթացքը, այդ ճանապարհը, որքան էլ ասում ենք ժողովուրդը գլխավոր սուբյեկտն է, հարց լուծողն է, բայց ճանապարհը ժողովուրդը մենակով չի կարող անցնել, ժողովուրդը կարող է անցնել միայն ճիշտ առաջնորդմամբ ճանապարհ եւ իր ներուժը բացահայտել։ Այնպես որ այստեղ խնդիրը իհարկե նախ եւ առաջ առաջնորդման մեջ է, առաջնորդական շերտի մեջ է եւ պետք է կարծել, այս մեկը մենք պետք է այս հարցը դնենք, վերջնական պատասխան հիմա ես չեմ կարծում, որ կարող ենք ստանալ, բայց հետագայի համար պետք է արձանագրենք, որ ուրեմն բացի այս ամեն ինչից, ինչը որ մենք պետք է դրական գնահատենք եւ դրական փորձ քաղենք, ի սկզբանե կար խնդիր, բիծ այս շարժման մեջ, որը հետո դարձավ գերակայող, երբ որ արդեն հետսովետական Հայաստանում եւ 90-ականների կեսից այս բիծը, այս սաղմը, որը սկզբում միգուցե նաեւ այդքան մեծ տեղ չէր զբաղեցնում, ինքը դառավ գերակայող եւ ի վերջո բերեց այսօրվան, որտեղ այսօրվան բերել է հաստատ դա։ Այսօրվան չի բերել։ Օրինակ են, որ հայ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ եւ սկսեց պահանջել Արցախի հետ վերամիավորում։ Դրան հաստատ չի բերել պայքարը, դրան հաստատ չի բերել պայքարելու պատրաստականությունը, դրան բերել է այս կիսատ պրատությունը, այս կիսա անկախությունը, այս փիլիսոփայության կտրուկ վերափոխումը նորից վերադարձը հին փիլիսոփայությանը, դրան բերել է, որ այդ հեղափոխական պոտենցիալը, հեղափոխական ես նկատում վերափոխման պոտենցիալը մինչև վերջ չբացահայտվեց եւ ինչ որ պահից հակառակը վերածվեց իր հակառակի, սկսեց հետ գնալ եւ ըստ էության երպաղպանողական քաղաքականություն սկսեց վարել, այն իմաստով անկախության իմաստով պահպանողական կամ սովետական միության ժառանգության նկատմամբ պահպանողական քաղաքականություն բալանսավորվածի անվան տակ սկսեց վարել արդեն հետսովետական Հայաստանը։ Դա իհարկե մեր պարտության ամենահիմնարար պատճառներից մեկն է, ոչ թե անկախությունը, ոչ թե անկախության համար պայքարը, ոչ թե պայքարը ընդհանրապես, ոչ թե հեղափոխությունը, ոչ թե ինքնապաշտպանությունը, այլ դրա ճիշտ հակառակը։ Այսօր այսքանով կսահմանափակվենք, մեր զրույցները կշարունակենք, շնորհակալություն ուշադրության համար, եւ թե մյուս անգամ կփորձենք մի էլի շատ կարճ sense ակնարկով խոսել պատերազմի մասին առաջին, եւ հետո կանցնենք առաջ մեր թեմաներով։